Ում է շնորհված այդ տնօրինելու իրավունքը մեծ, եթե ոչ լոկ քեզ, խնդրու առարկան կամքդ է ազատ, ձայնը քո խղճի, արժեքներ, որոնք երբեք չեն գնվում և չեն վաճառվում, քոնն է միայն լոկ քեզ են պատկանում, միանշանակ, քոնն են քո անվան, ազգանվանդ պես, ստապվիր ազգի, տեր եղիր, դու քեզ։ Ապրի բանաստեղծուի Արաքսեն։ Այո հայրենակիցներ, տեր լինենք մենք մեզ, տեր լինենք մեր իրավունքներին, մեր հայրենիքին, մեր անկախության ու ազատության համար նահատակված հերոսների սրբազան գաղափարների իրականացման ուխտին։ Հայաստան աշխարհի անաստված ու բարբարոս իշխանավորները թալանում, գրթում, լափում ու վաճառում են հայ ժողովրդի ապրուստն ու հացը, բռնադատում, գերեվարում, խոշտանգում են նրա հայրենասիրական կամքն ու ոգին, զորօրինակ առյուծազարմ Սասնա ծռերի նկատմամբ նրանց կիրառած եղկելի ու ֆաշիստական գործողությունները, նրանք փորձում են փշրել, մաս-մաս անել ժողովրդի կենսասյուն ողնաշարը։ Մենք մեր երկրի նվիրյալ զինվորներն ենք, մենք յուրաքանչյուրս յուրովի ու միասնական մի Սասնա ծուռ ենք, թեև հեռվում, բայց ողներն ենք մեր կենսասյան և կպայքարենք հանուն սուրբ հայրենիքի վերջնական ապաքինման։ Մենք ոչ ենք ասում Հայաստանի այսօրվա ապօրինի կառավարական մսաղած, բարբարոս սատանայածնունդ մեքենային և նրա հայատյաց քաղաքականությանը։ Հայրենակիցներս խնդրում եմ լսել մեր տաղանդավոր բանաստեղծ, հայազգի նվիրյալ ևս մեկ Սասնաձոր Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունը նվիրված հաց բերող Արթուր Սարգսյանին և բոլոր Սասնա ծռերին։ Հաց եմ բերել տղեր, հաց եմ բերել տղեր, խղճիս վարձն եմ բերել, ես ձեր ցավը տանեմ անուշ արեք, հայոց անցած փառքի վերադարձնեք, տերն եք, հզա ձեր բազուկով միշտ կփայլեք, իրար խորթ ենք եղել ու անընտել, իշխանները ծախված շողոքորթ են եղել, մենք մեր հողի վրա ավելորդ ենք եղել, կամուն են տվել երկիրը մեր, հաց են բերել տղեր, հոգուս լացն են բերել, խեղճությունն ու ողբն է ընթացքը մեր, ես ձեր կողքին ձեզ հետ, հայոց հարցն եմ բերել, ես ձեր ցավը տանեմ, Սասնա ծռեր, Շնորհակալություն բանաստեղծուի Արաքսյան։ Որոնք իրենց ազգային են համարում, բայց այսօր ստեղ չեն։ Այո։ Նա բարձր ամոթան տվեց բոլորին։ Մի նշեք ովքեր, չէ, հեսա չէ, հիմա ասեք։ Ես այնտեղից կասեմ։ Մի նշեք